Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգիչ Կարեն Հակոբյանն է։ Բարև ձեզ, Կարեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, Աստված օրհնի ձեր հաղորդումը, շատ շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, վստահ եմ այսօր միասին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Կարեն, տարիներ առաջ համացանցում տարածվեց ձեր լուսանկարը եւ մենք շատ անակնկալի եկանք, որովհետեւ լուսանկարը տարածվել էր ու նշվել էր, որ Կարեն Հակոբյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ուզում եմ վերադառնանք այդ շրջան, մի փոքր բացեք փակագծերը հեռուստադիտողների համար, նրանց համար, ովքեր որ տեղյակ չեն, ինչ էր պատահել ձեզ եւ ինչ ընթացք եք ունեցել այս 3.5 տարիների ընթացքում։ Ես ճիշտ ասած ոտքի վրա ինսուլտ էի տարել, չէի իմացել ու 6 ամիս հետևի մնացի տունը պարկած, արդեն իմ մոտ են վիճակներ, բարձ ասեմ, որ ես մտածում եմ, որ հույս չունեմ ապրելու ու այդ կարգավիճակի մեջ է եղել, այդ ընթացքում մարդիկ էլ տեսան, եկան, ովքեր կային, օգնեցին, շնորհակալ եմ բոլորից, Աստված թող բոլորին օրհնի, հատիկ չեմ ուզում անուններ տամ, որպեսզի մեկի մյուսից չտարբերվի, բայց բոլորիս խորին շնորհակալություն, բայց միևնույն է, այդքան այդ ամեն ինչը գնացի հիվանդանոցները, բոլոր հիվանդանոցները մի տարուց ավել, ոնց որ ասած տանջվեցի, բուժումներ նշանակին ինչ արին, ոչ մի բան չօգնեց ինձ մենակ Աստված օգնեց։ Ես տեսա ճար չկա, էլ երկացա գնացի, Մերձավանում վերականգնողական կենտրոն կա, գնացել եմ այնտեղ, տարի ու կես մնացել եմ այնտեղ, բայց մոտավոր մի 20 օր հետո մենակ աղոթք կա ու գիրք կարդալ ու հույսներս Աստծու վրա դրած, ու ինձ Աստված բժշկեց, ուրիշ ոչ մի բան, որ այսօր ոտքի եմ։ Որ այդքան դժվարությունից հետո այնուամենայնիվ չէիք կորցրել հույսը եւ հավատում էիք ու ընտրում։ Հավատում եմ, մինչև այսօր էլ հավատում եմ, որ Աստված է օգնելու։ Ինչ որ մնացել է, ինչ խնդիրներ որ մնացել է, այլ Աստված օգնում է, որ ոտի կանգնեմ։ Դա է ուզում հարցնել, ինչ առողջական վիճակում եք այս պահին գտնվում։ Փառք Աստծո, մեր տաղավարում եք, փառք Աստծո, որ արդեն որոշակի առումով ձեր գործունեության եք վերադարձել։ Փառք Աստծո, այդ ամեն ինչը նորմալ է։ Ուղղակի ես մի ամիս է հիվանդացա, բրոխներիս հետ կապված խնդիր եղավ, դրա համար եմ մի քիչ հիմա թույլ սպասում, բայց փառք Աստծո, մնացած ամեն ինչ նորմալ է։ Կարեն, իսկ ինչպես եղավ բացահայտումը, տեսեք 6 ամիս դուք չեք իմացել, որ հիվանդ եք, ինչպես եղավ այդ պահը, որ որոշեցիք, որ բժշկի գնալ, հա, ինչպես բացահայտվեց, որ։ Դե որ շերի մինչև այդ ճիշտ ասած, որ չէի աշխատում այդ 6 ամիսը, որ գումարել չկար, որ եկան օգնեցին մարդիկ։ Ես այդ գումարս բոլորը ծախսել եմ բժիշկների վրա, 3 անգամ յամեր եմ տարել, 2 անգամ կատեով եմ ստուգվել, չհաշված ինչքան հիվանդանոց կա, այլ բժիշկներ կա, բոլորի մոտ գնացել եմ ու վերջում այդ կատեի պատասխանով ասացին, որ ինսուլտ է տարել ու մեկ էլ գլխի գերմատոմա է մոտս առաջացել ու դրա պատճառով ասացին արդեն ուշ է եկել, մենք էլ ոչ մի բան չենք կարող անենք, ոնց որ գնա դու քո կյանքը, ինչ կլինի քո հետ, այդ ձևի Ես էլ հույսս Աստծու վրա դրած, գնացի ու Աստված ոտի կանգնեցրեց, ու մինչև այսօր էլ փառք Տիրոջը պահում է ինձ, ու հույս ունեմ, որ մնացածն էլ ավելի լավ կլինի, Աստված չի թողա ինձ։ Որքան էլ որ ցավալի է, բայց այսօր կարծում եմ շատ բժիշկներ են կանգնում ու հիվանդի այսպես կոպիտ կհնչի, բայց դեմքին ասում ողջ ճշմարտությունը։ Որքան էլ որ դժվար է ձեզ վերադառնալ այդ շրջան, բայց ուզում եմ խոսենք զգացողությունների մասին։ Ինչ եք ապրում այդ պահին, երբ ձեզ ասացին գնացեք ու որքան կապրեք։ Շատ վատ բան է։ Որ պահ եկել ասեմ, որ մտածել եմ արդեն մահանում եմ։ Այդ էս ասեմ, բարձ
Մենակ Աստծուց խնդրում եմ, ասում եմ Տեր ջան, մենակ հոգից թող փրկվի։ Ինչն է ուժ տալիս այդ պահին։ Չհասկացա։ Ինչն է ուժ տալիս ձեզ այդ պահին։ Ինձ մենակ Աստված էր ուժ տալի։ Ուրիշ ոչ մի բան։ Մենակ սաղորը իր հետ է խոսում։ Կարեն, այս շատ դեպքերում, որ մարդկանց հետ ինչ-որ դեպք է պատահում, հիվանդանում են, Աստծո հետ են կռիվ տալիս։ Տեսեք, ձեր դեպքում հակառակներ, դուք հույսը դրել եք Աստծո, իսկ շատ դեպքերում մարդիկ հենց Աստծուն կոպիտ ասած ծանրաբեռնում են, ինչու հենց ինձ հետ, ինչու պետք է ինձ հետ կատարվեր, ինչու պետք է ես լինեի այս կարգավիճակում։ Եղել է որոշակի պահ, որ դուք եք այդ ինչուները ասել։ Չէ, այդ չեմ ասել այդ ինչուները, որովհետև եթե մի բան կատարվում է քո հետ, ուրեմն այդ ամեն ինչի մեղավորը դու ես։ Դու քո արածների պատասխանն ես տալի։ Քեզանից մնում ամենակ Աստծուց ներողություն խնդրես քո գործած մեղքերի համար, գիտակցաբար թե անգիտակցաբար, ծածուկ թե հայտնապես, քո բոլոր մեղքերի համար պիտի ներողություն խնդրես Աստծուց եւ ինչքան հնարավոր է խնդրես իր հետ լինես։ Իսկ այդ պահին տեսեք մարդիկ կան, որ այդ պահին գիտակցությունը փակվում է եւ իրականում չեն կարողանում գիտակցել, որ այո, ամեն մեկս պատասխան ենք տալիս մեր գործած մեղքերի համար եւ ինչու՞ չէ նաեւ մեր հարազատների գործած մեղքերի համար։ Տվյալ դեպքում դուք երբ մենակ էիք մնում, մտածում էիք, թե ինչ եք արել, ում հանդեպ եք եղել սխալ, դուք ինքներդ ձեզ դատում էիք։ Այո, բայց դա ինձ մի օր մի հատ հոգևոր եղբայր ասեց, որ ասեց, ես քեզ դատելը սխալ է։ Որովհետև ասեց քո մեղքերի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ խաչվել է, մեր բոլորի մեղքերը ինքը վերցրել է իր վրա։ Ու դու ասեց իրավունք չունես քեզ դատելու այդ ամեն ինչի համար։ Ու ես դրանից հետո սկսեցի մտածել, որ ես ինքս ինձ չդատեմ։ Ինչ որ եղել է, մենակ հույսս դնեմ Տիրոջ վրա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր ամենափրկչի վրա։ Ես հիշում եմ, որ հայտարարության մեջ տարածվում էր այդ շրջանում, որ ձեզ անհրաժեշտ է 10-ից 12,000 $, բուժման համար։ Հետաքրքիր է, այդ շրջանում ովքեր եղան ձեր կողքին, սպասում էիք, որ կլինեին նրանք, ովքեր որ եղան, այսպես ասեմ։ Չէ, ճիշտ ասած շատ մարդկանցից չեմ սպասել, բայց քանի որ խոսքը գնացել է, ասեմ մի քանի հոգու անուններ, որ առաջինը օգնել է, դա Տարոնն է եղել, որ ֆինանսապես ինձ օգնել է, շատ շնորհակալ եմ իրանից։ Շաբաթներ առաջ Տարոնը այստեղ նստած էր, մեր տաղավարում էր։ Տարոնից շատ շնորհակալ եմ, ինքն է օգնել, Ամերիկայից Տիգրան Ասատրյանն է օգնել, Արտաշ Ասատրյանն է օգնել, ու այտենց հատիկ մարդիկ էին գալի, բայց ես բոլորին չեմ կարող հիշեմ ասեմ, ովքեր էին գալի ինձ օգնում։ Իսկ հետաքրքիր է, Կարեն, ինչ կարող եք ասել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր այդ ընթացքում ձեզ մենակ էին թողել, որովհետև սովորաբար մենք մեր կողքիններին բացահայտում ենք այն ժամանակ, երբ նեղության մեջ ենք լինում։ Ովքեր չկային այդ ընթացքում ձեր կողքին, որոնք բացահայտում եղան ձեզ համար։ Կարամ ասեմ 80%-ը չկային, ովքեր պիտի լինեին։ Ու սովորաբար նման դեպքերում, երբ արդեն ամեն բան անցյալում է լինում ու սկսում ենք վերլուծել մեր հետ կատարվածը, հասկանում ենք, որ ոչինչ այս կյանքում հենց այնպես չի լինում։ Անգամ ամենադժվար ու ամենադաժան հիվանդությունը բերում է, որ ֆիլտրվի ինչ-որ հատված մեր կյանքից, ինչ-որ մարդիկ մեր կյանքից, այս պարագայում դուք ֆիլտրեցիք, մաքրեցիք ձեր կողքիններին, հասկացաք ովքեր են իրականները։ Իրանք մինչև այսօր էլ դեռ չկան, որ ես մաքրեմ, դեռ չմաքրեմ։ Մնում է ես մի քիչ ավելի ոտքի կանգնեմ, նոր այդ ժամանակ երևան ամեն ինչ։ Ես ասում խնդրել եմ միայն մի բան, ասել եմ Տեր ջան, ինձ ոտքի կանգնեցրու ու մնացածը քո ցանկությունն է, թե ինչ ճանապարհով ինձ կտանես, այդ արդեն Տերը գիտի։ Ես էլ ոչ մի բան չեմ պլանավորում, ոչ մի բան չեմ անում, ընդհանրապես ունեմ երգեր, որ մի քանի հատ դիզայնագրվեմ, հեսա շուտով այս խնդիրը վերջանա բրոնքներից,
առաջինը մի հատ հոգևոր երգ ունեմ, դա պիտի հանեմ, որ նայից հետո արդեն Աստված ոնց կուղորդի։ Կարեն, չեմ կարող չհարցնել այդ ընթացքում որտեղ էր ձեր ընտանիքը, ավելի ճիշտ ձեր կողքին էին ձեր երեխաները, ավելի հստակ հարցս դա։ Հա, հիմնականում երեխաներս կողքս էին, բայց իրանք ոչինչ չէին կարող անել։ Ես այդ ժամանակ այնքան վատ էի, որ նույնիսկ որ տունը չէի ուզում մնալ, իջնում էի տատիս տունը, որ այնտեղ էի պարկում, որովհետև հազիվ էի քայլում։ Այդ իրավիճակի մեջ չէի ուզում ես շփվել։ տնեցիկին, հա, ոչ մեկի հետ չի ուզում շփվել, ոչ մեկի հետ, ոչ մի բառ 50 կիլոնի հարել էի։ Օրերով հաշ չեմ կերել, 10 օրով հաշ չեմ կերել։ Կարեն, կարծում եմ ոմանք գիտեն, ոմանք ոչ, բայց դուք ամուսնալուծված եք, հետաքրքիր է ինչ հարաբերություններ ունեք նախկին կնոջ հետ, այդ ընթացքում ով էր ձեզ խնամում, բացի ընկերներից, բացի այն հարազատներից։ Այս ընթացքում ինձ խնամել է իմ քեռին, որտեղ որ տատիս տունը մնում եմ, եւ հիմա մորքուրս է Մոսկվայից եկել 3 ամիս է ինքն է խնամում ինձ։ Կնոջ հետ հարաբերություններ։ Չէ։ Մեկ կարող է զանգել լինի, խոսանք ինչ-որ թեմայի շուրջ։ Կարեն, ես երբ ուսումնասիրում էի հաղորդումից առաջ ու պատրաստվում էի հաղորդմանը, իմ աչքից չվրիպեց մեկնաբանություններ, որ Կարեն Հակոբյանի ինսուլտային վիճակ, այդ հիվանդությունը միգուցե տարիներ առաջ եղած իրադարձության հետևանքն է։ Երբ տարիներ առաջ խոսքս այն լուրջ վիճաբանության, հետո որոշակի ժամանակ բանտարկության մասին է։ Ըստ ձեզ, այդ միջադեպը արդյոք ազդել է ձեր առողջության վրա։ Ազդել է։ Մի փոքր բացենք փակագծերը բոլորային հեռուստադիտողների համար, ովքեր որ տեղյակ չեն, տարիներ առաջ դուք ունեցել եք մահվան ելքով վեճ, որը որոշակի առումով, ինչպես դուք նշեցիք, ազդել է ձեր առողջության վրա։ Դա եղել է 2008 թվականին, պատահական վեճ ա եղել, ու այդ վեճի պատճառով, ասենք, մարդ մահացել, ես ցավում եմ դրա համար, այնպես չի որ դա իմ սրտով ա եղել կամ մտածված ա եղել այդ ամեն ինչը, բայց նրանից հետո ես կալանք եմ կրել 6 տարի, ու 9 տարի էր, 3 տարի շուտ ազատվեցի։ Որպես երգիչ հայտնիություն ունեիք, ամեն բան ունեիք, հետաքրքիր է այդ կալանքը, որ թեկուզ պատահական էր տեղի ունեցել այդ վեճը եւ ինչպես դուք նշեցիք, դուք չեք ցանկանում ստեղծվել, բնականաբար որևէ մեկի մահը չէիք ցանկանալու։ Որքանով բիծ թողեց, որքանով խանգարեց ձեր կարիերային։ Դե բարձր շատ խանգարեց, բայց ես ազատվելուց հետո նորից փորձեցի շարունակեմ ու համարյա 3-4 հատ տեսահոլովակ անեցի, որից առաջինը Հայր մեր երգն է, չգիտեմ լսել եք, չեք լսել, Հայր մեր երգն եմ հանել, հետո նայից հետո մի հատ ուրիշ երգ եմ հանել, նայից հետո Էլվիս Մոնտանայի հետ երգ հանեցի, ու նայից հետո պատրաստվում էի արդեն ուրիշ երգեր հանելու, բայց արդեն այս հիվանդությունը խանգարեց ինձ, ու արդեն 3.5 տարի է ես ես կարգավիճակի մեջ եմ, բայց արդեն մի տարի է փորձում եմ ոտի կանգնելու շարունակել իմ աշխատանքը ու մարդկանց ուրախացնել։ Դա Աստված, որ ամբողջովին վերականգնվի։ Կարեն, սովորաբար այն մարդիկ, ովքեր կալանավայրում երկար տարիներ են անցկացնում, դուրս գալուց հետո կյանքի հանդեպ վերաբերմունքը, մարդկանց հանդեպ, առհասարակ դիրքորոշումը այս կյանքի հանդեպ փոխվում է։ Ձեր դեպքում ինչպես է։ Ինչ Կարեն Հակոբյան, այսպես ասեմ, մտավ այնտեղ եւ ով դուրս եկավ այնտեղից։ Ես այնտեղից դուրս եմ եկել էլի նույն ձևի, բայց դե դրա հետ միասին ոնց լինի մարդիկ փոխվում են քո ձեր հանդեպ։ Ու մեղադրելու էլ չի, մարդիկ արդեն մտածում են դու ուրիշ
տեսակետով ես դուրս եկել, բայց չեն մտածում, որ դու չես փոխվել։ Դու մնացել ես նույնը։ Ինչ վերաբերում եք զգում հետաքրքիր է ձեր։ Դե սառնություն, անտարբերություն։ Իսկ ձեր հանդիսատեսը։ Հանդիսատեսի շատ շնորհակալ եմ։ Մինչև այսօր դեռ ինչքան գրում են թե ինտերնետներով, թե մարդկանց տեսնելով, բոլորը բարի ձևի են մոտիկանում։ Ու ես շատ շնորհակալ եմ բոլորից էլ։ Թող Աստված էլ մեր ժողովրդին, մեր հայ ազգին պահապան լինի ու իրանք էլ միշտ ուրախ լինեն։ Ես էլ ինչքանով կարամ իրանց ուրախացնեմ։ Կարեն, եւ ես հիշում եմ, ճիշտ է դա տարիներ առաջ էր ու համացանց այդպես տարածված չէր այդ ժամանակ, մեր օրերի պես համեմատական եթե անցկացնենք, այդ շրջանում դուք տարածվեցին, որ վիճաբանությունը եղել էր խանդի հողի վրա։ Ձեր բարեկամի հետ կապված էր։ Այդպես բան չի եղել։ Ասեմ մի անգամից, որ խանդի հողի վրա չի եղել։ Որովհետև եթե չեմ սխալվում, հրազենային վնասվածք էր ստացել եւ հրազենային վնասվածքը եղել էր ոչ նորմալ հատվածին, այսինքն ոչ գլխին, ոչ ձեռքին, հարվածը եղել էր, գրակոծը եղել էր սեռական օրգաններին ու դրանից հետո ոչ սեռական օրգաններին չի եղել, ոտքին է եղել, ետնից ռակաշետով կպել է իր ոտքի այս աորտային, իրան տայել են հիվանդանոցում այնքան մահացել։ Թե չէ ոչ մի ասեկոսներ էին, հավաբասանքներ էին, սխալ խոսակցություններ են, ոչ խանդի հողի վրա եղել, ոչ սեռական օրգանների վրա։ Փառք Աստծո, արդեն ամեն բան անցյալում է, փառք Աստծո, 6 տարի դուք կալանավայրում 9 տարվա փոխարեն եղաք եւ այսօր, ինչպես դուք նշեցիք, շարունակում եք ուրախացնել ձեր հանդիսատեսին։ Վերջին շրջանում հանդես եկաք նոր տեսահոլովակով։ Ուզում եմ մի փոքր խոսեք այդ տեսահոլովակի մասին, ինչպես եղավ երգը, ինչպես եղավ առաջարկը դուետի։ Այդ երգը իմ երգն է, գիտեք, սիրելն եմ, հայտնի երգն է։ Ինձ զանգահարեց իմ ընկերը Ֆրանսիայից, իր կինը երգչուհի է, Էլիզա Սիմոնեն, իրենք Ֆրանսիայից ստեղ էր, ու այդ ինքը իր ցանկություններ եղել, երևի լսած կլինեք հաղորդման ժամանակ, որ ինքը ասել էր, որ այս ցանկություն ունեմ, որ այդ երգ երգեմ։ Եվ իր ամուսինը ինձ խնդրեց, ասեց Կարեն ջան, կինս ուզում է, որ քո հետ այդ երգը դու հետ երգի։ Կլինի, որ երգես, ես էլ չմերժեցի, ճիշտն ասած։ Ու երգեցինք, մնացածը փառք Աստծո, արդեն մարդկանց ժողովրդի թող հանձնել ենք իրենց դատին, թե իրանք ոնց կընդունեն։ Իսկ արձագանքներն ինչպես էին։ Փառք Աստծո, դեռ մինչև այսօր նորմալ է։ Շատ լավ։ Կարեն, այն ժամանակ, երբ դուք ստեղծագործում եք, այսքան շատ չէին արտիստները։ Հիմա մեր երգիչ-երգչուհիները հիմնականում մի քիչ ավելի մեծ սերնդի նշում են, որ սնկի պես աճում են երգիչները, ով մեկ երգ թողարկում է իրեն երգիչ է համարում եւ այլն։ Դուք ինչ կարծիք ունեք այսօրվա մեր շոու բիզնեսի հետ կապված։ Դուք իմ կարծիքը արդեն արտահայտեցիք։ Այսօր այն վիճակն է դարել, ես ասեմ, արվեստի մեջ, որ չես կարող ասես։ Նախ կան լավ երգիչ-երգչուհիներ, դա չեմ կարող ասել, որ իրոք լավ են երգում։ Մանավանդ երգչուհիների մեջ էլ շատ լավ երգչուհիներ եմ լսում, որ երգում են երգեր։ Ուղղակի մի քիչ, գիտեք ինչ, մի քիչ խառն է դարել այսօր, չես կարող հասկանաս ինչ երգես, ինչ չի երգես, որ լսվի։ Մարդ մեկը կա, մի հատ կարող է մի հատ երգ երգի նստի մեքենայի մեջ, մի հատ երգ երգի ու այդ երգը դառնա հիթ։ Դա էլ իր բախտն է, դա էլ մեղադրելու չի։ Իսկ կա մի հատ լավ երգիչ կամ երգչուհի, մի հատ շատ ուժեղ երգ երգի, բայց ոչ մեկ չլսեն։ Այսօր կարծում եմ ճաշակի առումով մի փոքր այսօր փոխվել է այսօր դարը։ Լսարանը շատ է փոխվել։ Դրա համար չես կարող կողմնորոշվես, թե ինչ երգես, որ մարդկանց դուրը գա, բայց միևնույն է, ես ինչ էլ երգեմ, ես իմ ոճի մեջ եմ երգելու, որովհետև ես իմ ոճը ունեմ, շուտ անես դրած, ես չեմ կարող փոխեմ ուրիշ բան երգեմ, ես ինչ երգեմ, պետք է իմ ոճի մեջ լինի։ Եվ ձեր լսարանը ունեք, որոնք ինչպես քիչ առաջ էլ հիշեցինք, անդավաճան են մնացել, անգամ
Այն ժամանակ, երբ դուք ազատության մեջ չեք։ Հա։ Դե Ես տեսահոլովակը հանեցի 2 ամիս հետո այդ դեպքը պատահեց, էլի, եթե չպատահեր դեպքը, ես դուրս լինեի, вообще ուրիշ ձև կլիներ, էլի։ Իրականում ոչինչ հենց այնպես չի լինում եւ դուք էլ վստահ եմ համոզված եք, որ ինչ որ մի բան լինելու դեպքում Աստված նոր դռներ է բացում։ Եվ սա էլ հնարավորություն է, որ նորովի աշխատեք ու շարունակեք Պես դուք ուրախացնել ձեր հանդիսատեսին։ Կարեն, եւ ուզում եմ հաղորդման ամենակարևոր հարցը տալ, որը տալիս եմ իմ բոլոր հյուրերին։ Որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Առաջինը պետք է ապրես մաքուր, պետք է հավատաս Աստծուն, հույսը դնես Աստծո վրա, միշտ լինես աղոթքի մեջ ու ապրես ճիշտ։ Ինչքան կարող ես մարդկանց լավություն անես, ինչքան կարող ես բարիություն անես, որովհետև միայն դրանով է այսօրվա արժեքները գնահատվում։ Իսկ մնացած բաները բոլորը սա այս կյանքում ամեն ինչ ունայնություն է, որովհետև ոչ մեկ չգիտի իր հետ ինչ է տանելու, կոպիտ ասած, իր հետ ինչ կլինի, մի րոպե հետո, մի ժամ հետո կամ մի վայրկյան հետո։ Դրա համար ամենակարևորը պիտի լինես բարի, մաքուր, նվիրված մարդկանց ու կապ չունի դիմացինդ քո հանդեպ ինչ է պահել իրան, ոնց է պահել, պիտի մի աշխատես ներես իրան, որովհետև դա մեր Տիրոջ խոսքն է։ Պիտի մենք ներենք, որ մենք էլ ներվենք։ Եվ ուժեղ են այն մարդիկ, ովքեր որ ներում են։ Այո։ Շնորհակալ եմ, որ չնայած ձեր առողջական վիճակին չմերժեցիք հրավերես։ Շնորհակալ եմ եւ ուրախ եմ ձեզ կրկին էկրանին տեսնելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ Անահիտ ջան, Աստված օրհնի ձեզ, ձեր հաղորդաշարը, ինչ ասեմ, ինչ նպատակ ունեք, թող Աստված տա կատարվի եւ շնորհակալություն մեր բոլոր հանդիսատեսին, բոլոր այն մարդկանց, ով լսում են մեզ, ով նայում են ձեր հաղորդումը, իմ կողմից էլ եմ շնորհակալություն հայտնում, Աստված բոլորիդ պահապան լինի։ Շնորհակալ եմ։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ։ Կհանդիպենք։